Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուն Սրբո ամեն։ Սիրելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, գիրակնորյա ուսուցչական գազմ եւ աշակերտություն այս արարողության մասնագետներ։ Արդեն ավակ շաբթվան մեջ ենք եւ ավակ շաբթվան ամեն մեկ օրը մենք քալեցինք եւ պիտի շարունակենք քալել Տիրոջ հետ։ Ինչպես քալել Տիրոջ հետ, հիշելով այն բոլոր բաները, որ ըրավ մեզի համար, բոլորիս համար։ Գիրագի Զագազարդի խորհրդին մեջ են հիշեցինք եւ հիշեցուցինք, որ Քրիստոս աշխարհ եկավ եւ ավետարան անոր աշխարհ քալը եւ Երուսաղեմ մուտքը մանավանդ հաղթական կգոչե, որովհետեւ թագավորի մբես եկավ, որբեսի խաղաղություն հաստատե Աստուծո եւ մարդոց միջև։ Երկու շաբթի օրը երեք մենք Հիսուսին հետ քալելով եկեղեցական արարողության ընդմեջ են հիշեցինք այն բաները, որ ըրավ։ Այն բաներեն ամենեն կարևորագույնը, որ ավետարանի ընթերցումով կփոխանցեինք ժողովրդին, Հիսուսին ախանցախնդրություններ Աստծո դաջարին նկատմամբ։ Երկու շաբթի օր Հիսուս դաջար մտավ, ուր բազմաթիվ մարդիկ գային։ Ինչու? Որովհետև հրյաներ ամբողջ աշխարհի կողմերեն հավաքված էին Երուսաղեմի մեջ 7 օրերու վրա դոնախմբություններ կատարելու եւ վերջին օրը իրենց զադիգը դոնելու համար։ Եվ երբ տեսավ, որ իր դաջարի մեջ մարդիկ վաճառականություն գնեն, զանոմ դուրս շբրդեց եւ ասավ, որ իմ հորս դունը սուրբ պետք է մնա։ Իսկ այսօր երեք շաբթի օր Հիսուս Քրիստոսի, եթե այսպես կարելի է ասել, աշխատանքային ամենեն երկար օրն էր։ Ինչու? Որովհետև Հիսուս ամբողջ օղը դրամատրեց ժողովրդին հետ լալու դաջարին մեջ, դաջարին շրջապագին մեջ, անոնց ուսուցանելու եւ սորվեցնելու։ Եվ այդ իր ուսուցումները բերավ օրվա ժամանակի հետ առնչված թեփքերեն, իր դեսածներեն, եւ որբեսի անոնցդ մեջ են ժողովրդին հասկանալի դարձներ եւ մեկ բան ասեր, որ Աստուծո դառնան։ Օրինակ, եթե այսօրվան ավետարանական ընթերցումները ամբողջությամբ նայեինք, պիտի տեսնենք, որ հոն Հիսուս Քրիստոս գխոսի այրի գնոջ մլումային մասին։ Բոլորին կգանչե եւ գսե, տեսեք այս այրի գինը, որ եկեղեցվո կանցանագին մեջ տրամ մտրավ, ամեն իր ունեցածը թրավ եկեղեցվո կանցանագի մեջ եւ քովեց եւ ցույց տվավ, որ մեզի Աստված ադեններ Աստված ծածուկ բաները գիտե եւ գահայտնե մեզի, որբեսի մենք ալ հիշենք, որ մութին մեջ ըրած մեր բաները Աստծո ծանոթ են, քախնի մեր ըրած բաները Աստծո ծանոթ են եւ Աստված սիրտերը կճանչնա։ Եվ այսօրվա ավետարանները մեզի իստակ կդարձնեն, որ Թեև շատեր մտիկ կնեին Հիսուսի, իսկ ուրիշներ ալ ուրախ չէին։ Ոմանք եկան իրեն հարցուփորձեցին, որբեսի զինք զուգա գտնեն եւ Քրիստոսը թադաբարդեն։ Այսօր արդու գարտացինք, ինչպես իրեն մոդեցան եւ ասին, մենք պետք է գայսրին տրամ դանք, դուրք դանք կամ պետք չդանք։ Եվ Քրիստոս ավետարանի չգսե այնքան իմաստությամբ կխոսեր, որ մարդիկ ավելի հարցում կհարցնեին։ Եվ այդ հարցումներեն մեկը, որ Հիսուս Քրիստոսի հարցվեցավ, այն էր, որ երբ պիտի գա Աստուծո թագավորությունը։ Մարդիկ Հիսուսի հարցուցին, երբ պիտի գա Աստուծո թագավորությունը։ Եվ իրենց Հիսուս պատմեց արագմը, որ այսօր դուք ձեր մասնակցությամբ ավելի հարազատ դարձուցիք հավատացյալներուն։ Անոնց պատմեց 10 գույսերու արագմը։ Եվ անոր մեջ չսավ, երբ պիտի գա Աստուծո արքայությունը, ուրիշ բան պատասխանեց, որովհետև Աստծո նպատակը ուրիշ բան էր եւ մարդիկ ուրիշ բան կխնդրեին։ Մենք հալադներ մեր կյանքի մեջ բաներ մգուզենք, որ Աստծո գամքին գրնա լալ համացան չլա։ Աստված անպատասխան չի ցկեր մեզի, բայց իր ուզած ծևով մեզի կպատասխանե։ Ուրեմն 10 գույսերու արագը պատմեց Հիսուս, արագը, որ հավանաբար գենտատրեմ բոլորի դալ ծանոթ էր
եւ քիչ առաջ ավետարանի ընթերցումով արդեն վերհիշեցինք։ Եվ դուք, ինչպես ասիք, այսօր մեզի օգնեցիք ձեր մասնակցությամբ, որ այդ արագը հարազատորեն դարձնենք եւ հետեւողներուն ցույց տանք եւ բոլորին ալ զսկուշացնենք։ Ամեն մարդ կգարձե, որ այսօրվա արարողությունը ծեր դասին մասին է։ Ոչ, ծեր դասին մասին չէ։ Ինչպես որ ասի, դուք արարողության մաս կգազմեք, որբեսի այսօրվան խորհուրդը եւ դասը բոլորիս հիշեցումը լա եւ ոչ թե միան մասնագից մեր գիրակնորիայի այս քաղցր աշակերտներուն։ Ուրեմն Հիսուսը ասավ, որ դա սգույսեր կային, որոնց մեհինգը խելացի էին, հաշի վրած էին, իրենց հետ ավելորդ ցետ արած էին, իսկ մույս հինգը հաշիվ չէին հրած, իմաստուն չէին եւ իրենց հետ ավելորդ ցետեր չէին արած։ Եվ ինչպես որ ասի, Հիսուս այն ժամանակվա մթնոլորտի մեջ եղած դեպքերուն մասին խոսեցավ, եւ այն ժամանակ սովորություն էր, որը որ մեկը պիտի ամուսնանար, փեսան գահավաքվեր իր ընկերներուն հետ, հարսը գահավաքվեր իր ընկերուհիներուն հետ եւ փեսան գերտար հարսին գարներ իր դունեն եւ իրեն հետ կդաներ, որբեսի խրախճանքը սկսի եւ ուրախությունը սկսի։ Այսօրվա արագին մասին խոսելով սիրելիներ, կարևոր մի քանի բաներ, բազմաթիվ բաներ են նշենք։ Հիսուս մեզի այսօր գիշեցնե, որ երկնքի արքայությունը երբ մտնենք, կամ երկնքի արքայության մասին երբ մտածենք, հարսանիքի մչափ ուրախության մասին պետք է խորհենք։ Մենք որքան ուրախ կլանք եւ որ հարսնիքի մասնակցենք, որքան ուրախ կլանք, երբ մենք ենք հարսնևորները, նույնքան ուրախություն կա Աստուծո երկնքի արքայության մեջ։ Անոր համար այսօր բոլորս ալ պետք է ցկտինք այնպես մը արթունը լալ, այնպես մը իմաստունը լալ, որ երբ փեսան կա, մենք այդ ուրախությունը չգործընծնենք, որովհետև ավետարանը հստակ կդարձնե, որ ամեն մարդ այդ ուրախության մասնագիծ պիտի չի դառնա, այլ մասնագիծ պիտի լան անոնք, որոնք յանքի մեջ իմաստուն եղած են։ Երկրորդ, Հիսուս Քրիստոս իր արագին մեջ են այսօր մեզի գիշեցնե, որ երկու դարբեր տեսակի մարդիկ կան աշխարհի վրա, անոնք, որոնք իմաստուն են եւ անոնք, որոնք չեն, եւ անոնք բոլորը միասին գաբրին աշխարհի վրա։ Բայց երբ ժամանակը կա, անոնք պիտի զատվին իրար մե։ Եվ ասի լավ հիշեցում է մանավանդ ցեզի սիրելի բադանիներ, որ կյանքի մեջ ընտրեք լավ եւ իմաստուն բարեկամները, որոնք ցեզի գարաչնորթեն հոն, ուր որ ասված, երբ ցեզ դեսնե, ուրախ պիտի լա։ Եվ Աստվածաշունչը գսե, երանելի է այն մարդը, որ ամփարիչ ջամփաներու չհետևիր, վատ ընկերներ չունենար։ Եվ այսօր ցեզի լավ հիշեցում պետք է լա, որ ունենաք ընկերներ, որոնք լավ են, լավին գցանգան, Աստուծո մասին գխոսին եւ ցեզ գարաչնորթեն Աստուծո հետ, Աստուծո կով։ Վերջապես սիրելիներ, այսօրվան արագը մեզի հիշեցում մնե, որ Աստված գսիրե իմաստունները, բայց ավետարանը մեզի ցույց կտա, որ մարդիկ գտնան կյանքին մեջ ադներ ոչ իմաստունը լալ, գործընծնեն իրենց հավատքը։ Հավատքն է, որում մասին գխոսի Քրիստոս իր արագին մեջ։ Եթե ավետարանը նայենք, նույնիսկ առաքյալները իրենց կյանքին ընթացքին բահմը ոչ իմաստուն բաներ էին։ Օրինակ, Բողոս առաքյալ ուրացավ Քրիստոսը, բայց իր հավատքը ետ վերականգնեց։ Հութան մատնեց Քրիստոսը, բայց իր հավատքը ետ չվերականգնեց։ Թովմաս առաքյալը գասկածեցավ, որ Քրիստոս հարություն արած էր, եւ ասավ, մինչև որ չտեսնեմ, մինչև որ չտպնամ, պիտի չի հավատամ, բայց վերակդավ իր հավատքը։ Անոր համար այսօր լավ հիշեցում է նաեւ ցեզի, որ կյանքի մեջ եթե բադահին ժամանակներ, որուն ընթացքին լավ որոշումներ չառնեք, Աստված պատրաստ է ցեզի ետ վերընդունելու, եթե ձեր հավատքը վերականգնեք, որովհետև ամենքս ալ մարդ ենք, բոլորս ալ գսխալինք, բայց Աստվածաշունչը գսե մեզի, որ Աստուծո գամքն է, որ ամեն մարդ փրկվի, Աստված չուզեր, որևէ մեկը երկինքեն դուրս մնա,
Անոր համար երբ որ սխալինք մեր կյանքին ընթացքին հիշենք, որ Աստված նույնիսկ մեզի գսիրե մեր սխալովը, սխալն է որ չի սիրեր, բայց սխալողը գսիրե, մեղքն է գադե, բայց մեղավորին գսիրե Աստված։ Անոր համար գասկած պետք չէ ունենաք ձեր կյանքին ընթացքին Աստուծո այն սիրուն, որ վերաբահած է բոլոր մարդկության։ Վերջապես, այսօր լույսի մասին կխոսենք, լույսերը վար բահելու մասին, ջրակները վար բահելու մասին։ Փագենք այսօրվա խորհուրդը հիշելով Հիսուսի մեկ խոսքը, որ գսե։ Հիսուս գսե Մատթեոս ավետարանի 5-րդ գլխում մեջ. չկա մեկը, որ ջրակը ձեր բռնած լապտերները գվարե եւ գբահե գացային մեջ։ Այլ ինչ գսե Հիսուս, ան որ լապտեր ունի, ջրակ ունի, գտնե բարձր դեղմը, որբեսի լույս տա եւ ամեն մարդ լուսավորվի եւ տեսնենք հստակորեն։ Եվ Հիսուս անգևեջ բամը գսե. Դու գալ այնպես մը ապրեցեք, որ ձեր լույսը շողա մարդոց մեջ, որբեսի մարդիկ երբ որ ձեր գործերը տեսնեն, փառավորեն Հայրը, որ երկնքի մեջ է։ Այսինքն մենք պետք չէ բավարարվենք միան Աստուծո հավատալով։ Ավետարանի չգսե սատանան ալ գիտե, որ Աստված Քրիստոս խաչվեցավ, որ Քրիստոս Աստված էր, որ Քրիստոս մարդոց մեղքերուն համար աշխարհ եկավ, բայց հավատքը առանց գործի դեղ չի հասնիր։ Անոր համար ձեր լույսը այնպես շողացուցեք, որ մարդիկ երբ որ ձեր գործերը տեսնեն կյանքին ընթացքին, աբակային զասված փառավորեն եւ գիտնան, որ դուք Աստծո որդիներ եք։ Այսօր նաեւ արիթ է մեզի համար քնահատելու մեր եկեղեցվո Գիրակնորիա դպրոցին դարած աշխատանքները ուսուցչական գազմին, որոնք անշահախնդրորեն ամենայն պատրաստակամությամբ եւ գամավորությամբ գմդածեն, գաշխատին, գեհդաբնթեն, սիրելի ծնողներ, ձեր զավակներուն հոգևոր աճին մասին։ 1000 վարձկենիտ կադար սիրելի ուսուցիչներ, որոնք չեք խնայեր եւ վստահ եմ, որ Աստված այս բաները որ գտեսնե վարսահատույց պիտի լա ցեզի փյուր անգամ հազարաբադ կված եւ ցեզի սիրելի ծնողներ, որ հավանապարադեններ հագարակ ձեր զավակներուն զուլուտյան զիրենք գկաչալերեք, որբեսի գիրակնորիա կան եւ Աստուծո խոսքով աճին եւ զարգանան, որովհետեւ դուք շատ լավ գիտեք, որ այդիկա միշտ իրենց համար լավակույնն է, որովհետեւ Աստուծո խոսքը ավետարանը գսե ջրակ է։ Եթե Աստուծո խոսքը սորվիկ, եթե Աստուծո ըսածները սորվիկ, ինքնաբերաբար արդեն ձեր կյանքը կվերածվի ջրակի, լույսի, որ ձեզ եւ ձեր շրջապատը գլուսավորե։ Օրհնյալը լակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհքով, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։